d'écrire ces lettres inachevées que sans doute jamais tu n'iras. Ուզում ես ինձ ասես, որ Հայաստանի վիճակը այնքան լավ է, որ սաղ շաբաթվա մեջ Հայաստանում ընդամենը 5 հոգի մարդ է մեռել։ 5 հատ դագաղ ես ծախե, փոս քանի հատ ես փորել տվե։ 6 հատ։ Բանի փոսի մեջ ինչ դագաղ է մտնելու։ Կոնկուրենտի դագաղ է մտնելու։ Բան չէ կոնկուրենտի դագաղը մտնում, մեր սարկած դագաղը չի մտնում այդ փոսի մեջ։ Այդտեղ շեֆ ջան, որովհետև ես քեզ 1000 անգամ ասել եմ, դագաղը պետք է լինի կոմֆորտնի։ Պետք է մեջը կոնդիցիոները լինի, տրապը լինի, զանավեսկեքով սիրուն, եթե դաժե զանավեսկա չէ, նույնիսկ հենց սիրուն Զացեմյոնի շուշիկ։ Իսկ ես քեզ 1000 անգամ ասել եմ, որ տես բան չի կարելի անել։ Ուզում ես թաղման ժամանակ բռնեն, այդ դագաղը տանեն պլաշատը խայտարակը լինի։ Կոշիկներից ինչ կա։ Կոշիկներից ամենալավը դագաղ կոշիկներն են վաճառվում։ Հա, հիմա մեր մոտ ինչ է ստացվում։ Դագաղից ինչքան է փող մնում։ Դե հետո 2 հատ են ուզում, մի հատը նվեր եք տալի։ Փաստորեն մի դագաղից մնում է $1։ Հա, կոշիկներից ինչքան է մնում։ Կոշիկներից $0.5 է մնում։ Բայց մամերից ինչքան է մնում։ Մոմերից պետք է մնա $5։ Հիմա դու շաբաթական քանի հատ մոմ ես ծախում։ Ոչ մի հատ չեմ ծախում։ Բան չի չես ծախել։ Կլենտը չի ուզում։ Ախպեր կլենտի ուզելով որ էլի կարող է դագաղել չուզի։ Պետք է համոզես ախպեր ջան, աշխատեք, ելեք դուրս ախպեր քաղաք, տեսեք սև հագուստով մարդիկ որտեղ են կուտակում, նա ֆրֆրացեք գործ կպցրեք։ Իրիկումվա լուրերը նայեք ախպեր ջան, տեսեք այդ կատաստրոֆաները, կլիզմաները որտեղ են ելնում։ Գնացեք ֆրֆրացեք գործ կպցրեք։ Ես մոմերն չես վառե։ Ռեգլամա։ Ոբշեմ լսի սքե։ Ինչ ուզում ես արա, շաբաթական ամենակիչը 30 հատ մոմ պետք է ծախես։ Եղավ, դե լուրերը չմոռանաս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Տիկին ջան։ Ինձ ձեր տնօրենն է ուղարկել։ Իմ ամուսինն է մահացել։ Ես միայն գիտեմ։ Ձեր տնօրենը ասեց, որ դուք կարող եք թաղման անարողությունը կազմակերպել։ Ես ցավակցում եմ ձեզ Տիկին ջան ու ներխուժում եմ ձեր վշտի ասպարեզ։ Մենք կարող ենք ամեն ինչով ձեզ օգտակար լինենք։ Իսկ կոնկրետ ինչ ծառայություններ կարող եք մատուցել։ Ամեն ինչ, թաղման սկզբից մինչև վերջ, այսինքն ծաղիկներ, պսակներ, կատաֆալկ, փոս փորել, փողոցը փակել, օղին բացել, 7-ին գալիս ենք, 45-ին գալիս ենք, այդ ամեն ինչը կազմակերպում ենք, տարում գալիս ենք, հետարկում ենք ոնց է ձեր առողջությունը, ոնց է ձեր թանկագին ամուսնու առողջությունը։ Իսկ դա ինչ կարժենա։ $1000, բայց եթե թղթով եք աշխատելու, այսինքն մահվան վկայական ունեք, գումարվում է այնտեսը, այսինքն $1200։ Ես նախընտրում եմ առանց թուղթ, որ $1000 մեջ տեղավորվենք։ Հա, մեկ էլ մոմերի պահը, ուրեմն յուրաքանչյուր իրան հարգող թաղում օգտագործում է 100 հատ մոմ։ Մեր մոտ մոմի հատը $8 է, այսինքն ինչքան է ստացվում, հա, ուրեմն $1000 պլյուս 800 մոմերի գումարն է։ Այ չէ, գիտեք, դա շատ մեծ գումար է, ես չեմ կարող այդքան գումար տալ։ Իսկ եթե մոմերի քանակը պակասացնենք։ Հոգ չէ, Տիկին ջան, փողի մասին մի մտածեք, որովհետև մենք տրամադրում ենք թաղման վարկեր շատ տխուր պայմաններով։ Չէ, ճիշտ ասած, ես չեմ ուզում։ Ավելի լավ է մոմերի քանակը պակասացնենք։ Պակասացնենք։ Լավ, գցենք 50 հատ մոմ, անգամ 8, $400։ Այ չէ, դա շատ մեծ գումար է, ես չեմ կարող տալ այդ գումարը, եթե հնարավոր է մոմերի քանակը պակասացնենք։ Տիկին ջան, գոնե 20 հատ մոմ, անգամ 8, հնում է $160։ Ճիշտ ասած, իմ համար դա էլ է մեծ գումար, իսկ հնարավոր չի սահմանափակվել մեկ մոմով։ Մի մոմ։ Հնարավոր չի։ Տիկին ջան, հնարավոր է։ Ուղղակի մի տեսակ
Տխուր կլինի էլի։